Երբ որ մենք առաջի անգամ բացում ենք Adobe Photoshop-ը, ապա մենք տեսնում ենք Start Screen-ը, որը իրենից ներկայացնում է recent ֆայլերի, CC ֆայլերի, այսինքն Creative Cloud-ում պահված ֆայլերի, դիտման, նոր ֆայլ ստեղծելու եւ ինչպես նաեւ որևէ մի ֆայլ բացելու Adobe Photoshop ծրագրով եւ աշխատելու նրա հետ։ Եթե մենք այստեղ նայենք, ապա մեր Start Screen-ում հնարավորություն է տրվում սեղմելով Start New կոճակի վրա բացել New Document պանելը, որով մենք հնարավորություն ունենք ստեղծել որևէ մի նոր դոկումենտ, իսկ ներքևում մենք տեսնում ենք ուսումնական հոլովակները եւ լինքերը, որոնք որ հնարավորություն կտան սկսնակ օգտվողներին ծանոթանալ Photoshop-ի հնարավորությունների հետ։ Այստեղ եթե մենք սեղմենք New կամ սեղմենք Start New, ապա մենք կբացենք պանելը New Document, որտեղ դուք կարող եք ընտրել համապատասխան ֆայլեր, ընտրելով նրանց կամ ֆոտոների համար, կամ print ֆայլեր ստեղծելու համար, որտեղ մենք հավաքելու ենք մեր աշխատանքները եւ տալու ենք տպագրության, իլյուստրացիաների եւ գեղարվեստական աշխատանքների համար, վեբի համար, որը դուք հիմա տեսնում եք ունի հատուկ չափողականություն, մոբայլ սարքավորումների համար եւ վիդեոյի կամ ցանկացած տեսահոլովակ ստեղծելու համար։ Այս այկոնների վրա եթե մենք նայենք, ապա դուք կարող եք այստեղ կարդալ ինչ տիպի ֆայլ է նա, օրինակ default Photoshop file, որի տակ նաեւ գրված է նրա չափողականությունը, օրինակ 2x2 300 dpi ռեզոլյուցիա։ Այստեղ աջ կողմում մենք հնարավորություն ունենք ընտրել այդ ֆայլի պարամետրները, որը մենք ստեղծում ենք, եւ այն կոչվելու է մեր մոտ New Document։ Կարող ենք օրինակ այստեղ փոփոխել չափողականությունը, տալ պիքսելներով, օրինակ այստեղ 2100 լայնությամբ եւ բարդությամբ 1500, փոփոխենք նրա դիրքը portrait կամ landscape, ինչպես նաեւ կարող ենք ստեղծել artboard-եր, որոնց հետ մենք կծանոթանանք հետագայում, կարող ենք տալ ֆայլի ռեզոլյուցիան, քանի պիքսել ունի նա միավոր մակերեսի վրա, ասենք ինչի կամ սանտիմետրի, ընտրենք մեր ֆայլի տեսակը, այսինքն նկարի ռեժիմը bitmap, grayscale, CMYK կամ lap գույներով, ինչպես նաև այստեղ մենք կարող ենք ընտրել ինչ տիպի background մենք պետք է ունենանք մեր ստեղծված new document-ում, այսինքն save կամ ցանկացած մեկ ուրիշ գույն կամ թափանցիկ կամ custom։ Եթե ընտրում ենք custom, ապա այստեղից մենք կարող ենք ընտրել մեր դոկումենտի գույնը։ Այստեղ կան նաև advanced option-ներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ ընտրել գույնային պրոֆայլները եւ նաև մեր պիքսելների ձևերը, այսինքն քառակուսի կամ տեսանյութերի համար ստեղծելու տեսահոլովակները, որոնք ունեն ուղղանկյուն ձևեր, կամ line էկրան new document-ներ բացենք, որոնց պիքսելները ավելի մեծ են իրենց չափերով։ Ստեղծելով այս մեր նոր դոկումենտի պարամետրները, մենք հնարավորություն ունենք նրան բացի ստեղծելուց, եթե մենք ստեղծենք օրինակ create, նաև հնարավորություն ունենք սեղմենք այս այկոնի վրա, օրինակ new document 1 անվանումը, ապա save անենք այս preset-ը, այդ դեպքում արդեն այդ դոկումենտը կհայտնվի մեր save արած բաժնում, որտեղից մենք կարող ենք բացել այդ դոկումենտը
դոկումենտը ցանկացած ժամանակ։ Այստեղ նաև ներքևը մենք ունենք template-ներ, որը տրվում է մեզ, եւ այդ template-ների հետ աշխատելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք, որն է free, այսինքն անվճար, եւ կան նաև template-ներ, որոնք վճարովի են։ Եթե նրանք անվճար են, ապա մենք կարող ենք ընտրել ցանկացած մեկը եւ օգտագործել այս մոկափները մեր աշխատանքի համար։ Այժմ երբ որ մենք ստեղծել ենք այս դոկումենտը, մենք տալիս ենք create եւ մեր մոտ բացվում է այն դոկումենտը, որը մենք ձեր հետ ստեղծեցինք։ Այս դեպքում եթե մենք սեղմում ենք open new document, ապա մեր մոտ բացվում է recent file պանելը, որը դուք հիմա տեսնում եք։ Այստեղից մենք նույնպես կարող ենք ստեղծել նոր դոկումենտ։ Բացի դրանից մենք կարող ենք այստեղ տալ open եւ ընտրենք օրինակ մեր դոկումենտը։ Եվ եթե այժմ մենք փակենք այս դոկումենտը, ապա մեր մոտ start screen-ում մենք արդեն ունենանք մեր նկարը recent file բաժնում, որտեղից երկու անգամ սեղմելով արդեն մենք կարող ենք նրա հետ աշխատել։